Բայց ինձ հետաքրքիր է։ Խաղոնիչ գտանք մանգալել է։ Նույնիսկ ես հավի Ոնց արևը մե որ գեղի աղջիկա։ Լատե ոնց ա հունցը, մեզ խմորը փչացրուց։ Ամելի, դու հետ խմոր արած կաս։ Հա? Իմ մոտ ստացվում է, թե չի ստացվում։ Արուսիկ, իսկ դու հետ խմոր արած կաս։ Առաջի անգամն է։ Ես տենց էլ զգացել էի։ Ո՞վ ասում։ Այս գազից սկի ձեր գեղը մը չունեն։ Չէ՞ կնիկ։ Հաստատ։ Ոնց ասոր սաղ ինչ ասի համոզվեցիր հետս։ Քեզան չէ։ Կողեսից է։ Վայ, մի հատ աթորբի։ Սա բերեմ այ։ Դուք քալամի միջին հաստախած կաք, դե որ չէ, հեսա կթխենք կտենակ։ Վայ, մի հատ ջուր կավելացնես։ Կողքիդ կանգնած եմ, էդ խես գրգորեմ։ Ուր գնում եմ կողքս ես։ Հերիքա, մի քիչ էլ ավելացրու։ Ստոպ։ Դզի, մի քիչ դզմզատելու արա, սիրունացրու այդ խմորը։ Ահա, ապրիս։ Լավա, բիգձեմ։ Ահա։ Տարես դրու թող գա մի լավ։ Մինչև ես մսի գործը անեմ։ Կլի։ Դե քեզ տենամ։ Ահա։ Մինչև Արուսիկի խմորը գա, ես այս հնդուշկի հարցերը լուծեմ։ Ամենակարևորը չասի։ Մենք կողես գյուղում ենք ու այսօր հունական ուտեստներ ենք պատրաստելու։ Դուք եկեք կողես մենակ հույներ են ապրում։ Հայեր են ապրում։ Դուք եկեք կողես մենակ հայեր են ապրում, հույներ են ապրում։ Ու այսօր իրանց մշակույթին մենք պետքա ծանոթանանք։ Ուտելիքի առումով էլի հլավոր։ Ստիֆադոն գիտեք ինչա։ Էսա կսարքեմ կիմանաք։ Ճիշտն ասած ես էլ եմ առաջի անգամ լսել, բայց կադրից դուրս ես օգնականներ ունեմ, որոնք ինձ օգնելու են պատրաստեմ այս ուտեստը։ Դե մսի ռազելկում ինձ քոմագանիլը պետք չի։ Ըստ ես հարցում կարևորը դանակն է, որ քոր չլի։ Բայց ինձ վեշտի քոր դանակ առած գալի։ Լաբի ես մինը փորձենք։ Այս մի բուդն ու դոշը մեզ հերիքա։ Բուդը թե ուտա։ Քանի որ հյուրընկալվել ենք հայ հունական յուղում, ուզում եմ ճշտել նաև հունական արմատները ինչպիսի ծագում ունեն այստեղ։ Մենք կզրուցենք Լիլիթի հետ, կադրում չի ցականում Երևան։ Լիլիթ, դու հունական ծագում ունես, կխնդրեմ ներկայացնես մի փոքր։ Այո, ունեմ հունական ծագում, ես ծնունդով Կողեսից չեմ, բայց ապրում եմ Կողեսում։ Կողես գյուղում ապրող հույները հայտնի են եղել որպես պոնտիական հույներ, այսինքն նրանք ծագումով Սև ծովի ափից են, հատկապես Պոնտոսից։ Պոնտեական հույները Կողեսում եկել են եւ Կողես եկել են հիմնականում 18-ից 19-րդ դարում Օսմանյան կայսրության ճնշումներից։ Նրանք տեղափոխվել են Հայաստան, հատկապես Լոռի, Շիրակ, Տավուշ, որտեղ էլ սկսել են անվտանգ կյանք վարել։ Լիլիթ, իսկ ներկա պահին այստեղ շատ հույներ են ապրում, թե մեկնում են։ Հա, մեկնել են, ապրում են հիմա, մի 4 ընտանիք հույն ապրում են եւ իրենց սերունդները, որ եւս ունեն հունական ծագում, այդպես ապրում են, կողքի գյուղը Յաղդանը նույնպես ապրում են հույներ։ Իսկ հայերի հետ շփումը արդեն բարեկամացել է, ճիշտ է։ Հա, իհարկե, արդեն համեմվել է հայկական հետ։
Մենք էլ ենք այսօր համեմելու հայկականն ու հունականը, ոնց հասկանում եմ։ Ինձ թվում է շատ համով ուտեստներ ենք ստանալու, որովհետև արդեն պատկերացնում եմ, էլի։ Ինձ հետաքրքրում է իրենց խոսքը պահպանել են, իրենք ունեն ինչ-որ բարբառային տարբերություն։ Մի քիչ կպատմես, որ խնդրեմ։ Այո, իհարկե, խոսում են հայերեն, լրիվ, մաքուր, գրական, Կողեսի հույները խոսել են հատուկ բարբառով, հենց պոնտիական բարբառն է, որը տարբերվում է ժամանակակից հունարենից։ Հա, իրենց հունարենը տարբերվում է սովորականներից, ու իրենք խոսում են իրենց բարբառով։ Հա, այսինքն ոնց որ լոռեցիկ ու քյավարցիկ։ Հա, գյուղլեցի, նաև Բայց ես քյավարից մի հատ ընկեր ունեմ, լավ ավել հսկանում ենք իրար։ Ես լոռա բարբառով եմ խոսում, ինքը քյավարերն է տժժեցնում, հա, բայց իրար լավ գլխի ենք ելնում։ Ճիշտ ասած, այս ֆորմատով մենք առաջի անգամ ենք նկարում, սենց ասած, բայց Մեզ շատ հետաքրքիր է։ ես ասեմ Արուսը լռացնի։ Արուսի գլագնա տեսնի խմորն եկավ, թե չէ։ Արա, դե տնական պահած, միսը ուրիշ է, էլի։ Ջերմությունը շատ է։ Ես փաստորեն Կողեսից էի աղջիկ ուզի։ Գնացի օձուն ընկա, Օձուն փշտեմ, ցանկացած կորը։ Կողես որներ են մարդն է չեր օձուն գնա էլի։ ճիշտ ասած ես եմ եկել։ Արուս կլպենք օգնենք շուշուտ։ Կադրից։ Խի կադրից դուրս եկեք։ Լիլիթը ասավ, չեմ ուզում կադր, բայց քանի որ ինձ օգնություն էր պետքա գար։ Ուզեր թե չուզեր։ Մեր բնությունը ուրիշ է։ Հա, իհարկե շատ սիրուն է։ Ու երբ որ տունդ խոսքի այսպես տեղ անում, սա լրիվ երազանքների տուն է, հա։ Մի հատ են տեսարանը ցույց տուր։ Չես տերևները, ասենց մի քիչ դժվար է ինք դուրս գալի։ Այսենց է տեսա։ Ստիֆադոյի մեջ սոխը ամբողջությամբ ենք լցնում, բայց պետքա այսպես մանր լինի։ Այո։ Ինչ ես հիշում։ Ես հիշում եմ, որ Վահեն ասում էր քրովածը պետք է ծնգանձերին անես, որ ծնգանձերին էլ ուտես, որ համը զգաս։ Ճիշտ եմ ասել։ Այն ենքանը հավանել ասում է կարող է սորստի մնանք։ Դեռ մի քիչ էլ տեղ ունի, բայց լավ էլ խմոր եմ արել, Վահեն ասում է կարում չես, կարում եմ, ոնց չեմ կարում։ Դե որ մի երկու է տանես կսվորես, էլի։ Դա ճիշտն ասեք ելով այս ձևի մսաղացով չրչարվել։ Ես ասել լոռեցոնց լրիվ կռնահանելու վիճակա։ Ահա։ Սորմանդա մուսկուլահան եմ ելեմ, որովհետև մուսակատ եմ սարքի։ Մի օր մատներ ես թավոր մսաղացով աղացել եմ։ Փուչ խմորներ էլա։ Կես եմ անում, թե չէ։ Հա, կիսենք երկու մասով անենք։ Իսկ ընթացքում կաղամբը առանձնացնեմ։ Մի հատ էլ։ Հա, մի րոպե մի հատ էլ տեղով հանենք։ Իլի դուք սենցած էլի եք սարքե։ Այո, իհարկե, շատ հետաքրքիր է հունական մշակույթը, ու մեզ էլ էր հետաքրքրում, փորձեցինք պատրաստել, իսկապես շատ համառ էր։ Իսկ ճիշտն ասեք, հենց հույների պատրաստացնի համով թե ձերը։ Դե մերը, որովհետև հայկական է։ Հմի դու հույների թե այ։ Հայ։ Հայ հունական հարաբերությունները այնքան է ջերմացել, որ Լիլիթը համ հույն է ներկայանում, համ հայ է ներկայանում, իր արյան մեջ համ հունականներում կա, համ էլ հայկական։
Լիլիթ ինչ ենք պատրաստում։ Ձաձիկի սոս։ Լիլիթ ջան, հիմա բացատրի ինձ գործընթացը, ինչ ենք անում։ Հիմա վերցնում ենք վարունգը, մաքրում ենք, հետո անց ենք կացնում քերիչով։ Այդ ընթացքում դու կարող ես սամիթը մանրեցնել։ Շատ բարի։ Սամիթը բավական է թե էլի ավելի։ Չէ, ինքը շատ սամիթ է սիրում, պետքա բավականին շատ լինի սամիթ։ Բոքոն հացեր այլ է։ Այս քամած մածունն ենք ավելացնում, սա պետքա լավ պինդ քամած լինի։ Լավ էլ քամում ես մածունը։ Հա։ Քամած մածուն, վարունգ, հետո Հիմա ավելացնում ես սամիթը։ Սամիթն էլ պետք է առատ լինի։ Հիմա Ռոս ջան մի հատ տնական ձևով էս լիմոնը քամենք։ Խնդրեմ։ Բաղադրատոմսը կարող եք տեսնել նկարագրությունների բաժնում։ Լի տնական ձևով քամեցի, թե չէ։ Հա։ Ուժը ստենանք տեղնա։ Գյուղի աղջիկ ես տեղը կլի։ Գերի կատմածուն գերած։ Հա։ Կարճաղը։ Խառնում ենք։ Չէ, հիմա ավելացնում ենք սխտորը ճսմում ենք ու հետո ավելացնում ենք զեյթունի ձեթ։ Ասմանատենա ուժը տեղն էր։ Չէ, ոնց որ տեղը չէր։ Ասում եմ կարող եմ մածունը քիչ է, ասում եմ լավ չես խառնա դրանցով։ Երեսը թխվել է, հիմա էլ դնենք տակին մի քիչ լավ թխվի, բայց կաղամը կամաց հեռացնում ենք։ Կյանքումս առաջի անգամ հունական ուտեստներ եմ սարքում։ Մենակ չէ, դե եկա օգնականնի կան, հա։ Բայց դե մսա գործը, որ ես եմ անում, всё, это անուն եմ հանել, որ ես եմ սարքում։ Սոխն ու գազարը ժարի տարինք, ավելի ճիշտ տուշի տարինք, մեկ էլ հնդուշկ ենք ժարի տանում։ Դուք ոչ մի խանութում մարինատարած պամիդոր գտնիլ չեք։ Սա մենակ մեր այս գեղերի պատվալները մնալում։ Ահա։ Երեխեք խուսոված չեք։ Սոված ենք, բա ինչ։ Ռավոդեցած չեք կերել, չէ։ Ես էլ եմ ձեր օրին, մի քիչ էլ համբերը մեկ չէ, այնա իրար հետ անուշ ենք անում։ Դա փնուտերևն էլ դնում ենք վրիցը, ահա, խփուլը փագում ենք, մի 5 րոպե սպասում ենք ու էլացա։
Ահա։ Էդեր դու դափնը տերել։ Ահա, սեր տերեցը։ Կարմիրը։ Քո գիտեք մենակ քավառա կարտոշկենա լավը կողեսա կարտոշկեն որ փորձեք։ Ձեն չանեք, ստի ինձ բանս չխոսակ։ Սա այսքանով չվերջացավ, հատուկ սոուսեր ունի։ Ահա, ձևը գիտես։ Լիլիթն ասել է քեզ ձևը։ Ինձ կողքից հուշող ունեմ։ Մուսկատայի սոուսն ենք պատրաստում, բայց գազը զվարը չի։ Մեկ էլ հալվեր էին սենց սարքում։ Մի սրատեսքին մտի կարեք։ Եթե այս ֆորմատը հավանեցիք, ուզում եք էլի տենակ, կանչեք ձեր տուն։ Խոհատ չի էլ։ Ահա։ Չասեք հա, ախի ես դանակով տնական հացը կտրեմ։ Մի քիչ համբերեք, եսա կասեմ խի եմ կտրեմ։ Այս գործը հանգիստ ասին։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ համբերություն։